ՔՊ-ն անսխալականության բարդույթով է տառապում։ Փորձեք հիշել մի կառավարության նիստ, ազգային ժողովի մի նիստ, Նիկոլի մի ելույթ, որտեղ խոսի իրենց կառավարության որևէ ոլորտում ձախողման մասին, չեք գտնի։ Չէ, ասում են, սաղ ճիշտ ենք անում, մեզնից առաջ էր սաղ սխալ, մենք ամենաճիշտն ենք, ու եթե կա թերություն, դա ժողովրդի թերությունն է։ Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանը չի խոսում իրենց ձախողումներից, աղքատությունը ժողովրդի գլխում է, գործազրկությունը ժողովրդի թամբալության արդյունք է, հանցագործությունները նրանից է, որ ժողովուրդը անհանդուրժողական է միմյանց նկատմամբ, այս կարգի կռուտիտներ, իրենք անսխալական են։ Փաշինյանն անգամ չի ուզում լսել խնդիրների մասին, ուզում է, որ լավ բաներից խոսեն, իրենց հաջողություններ վերագրեն, աճեր ցույց տան, խորհրդարանում ՔՊ-ական падգամավորները ոչ թե խնդիր բարձրաձայնեն, այլ այնպիսի հարցեր տան, որը հնարավորություն կտա իրեն քլնգել ընդդիմությանը։ Դրա պատճառը անսահման մեծամտությունն է, ինքնահավանությունը։ Սրանք լրիվ կտրվել են ժողովրդից։ Առաջվա աղքատ խեղճերը չեն, որ իրենց համարում էին ժողովրդի մի մասնիկը։ Հասարակ մահկանացուների խնդիրները իրենց չի էլ հետաքրքրում, ու այնքան են կտրվել ժողովրդից, որ մնացել են 2018-ի դոզայի տակ։ Իրենց թվում է կամ իրենց համոզում են, թե մարդիկ հարգում են իրենց, ընդունում են իրենց, մեռնում են իրենց համար, օրհնում են իրենց։ Ամեն ինչ ըստ իրենց լավ է, որովհետև եթե վատ լիներ, հեղափոխություն կանեին։ Եթե չեն անում, ուրեմն հրաշալի է ամեն ինչ։ Ուրեմն երևի մտածում են Սարուխան գյուղի օրինակ մացակը այս 7 տարում հարստացել է այնքան, ինչքան հարստացել է Արենց Սիմոնյանը։ Նոյեմբերյանցի վաղարշակը գնել է այնքան տուն, ինչքան Պապիկյան Սուրենը։